Ինչպես ծննդատանը։ Այստեղ էլ նկարահանումը միայն հատուկ թույլտվությամբ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը հենց այստեղ են ծնվում։ Տվյալների մուտքագրման առաջին փուլից մինչև վերջնական լամինացիան, ժամանակակից սարքավորումների միջոցով։ Հարևանությամբ հայկական անձնագրերի նոր սերունդն է տպվում, կենսաչափական է։ Անձնագրերի տպարանը, անձնագրերի ու վիզաների վարչությունն ընդհանրապես այսօրվանից նոր շենքում են տեխնիկական նոր հնարավորություններով։ Այս տարվա 9 ամսում Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել մոտ 15,000 մարդու, 3 անգամ շատ, քան ասենք 2010-ին։ Դիմումների մեծ թիվը հաշվի առնելով, Հանրապետության նախագահի հանձնարարությամբ համակարգն արդիականացվել է։ Օրինակ, 1 տարվա փոխարեն հիմա քաղաքացու դիմումը քննարկում են 6 ամիս։ Տրամադրվում է համապատասխան կոդ, քաղաքացու անհատական կոդը, որով նա կարող է ամբողջ իր դիմումի ընթացքը հետևել։ Տվյալները մի քանի րոպեում մուտքագրվում են այս համակարգիչներ, այնուհետ էլեկտրոնային փոստի կամ SMS-ների միջոցով քաղաքացին տեղեկանում է իր դիմումի ընթացքին։ Այս ավելացնելու բարբերականը սեղմելուց հետո մի քանի րոպեների ընթացքում քաղաքացին ստանում է հաղորդագրություն, որ սույն թվականի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է ավավարչության եւ ծածկագրի համար է։ SMS-ով պարոն նախագահ, եկավ որ դիմումը քաղաքացիություն ստանալու մասին մուտքագրվել է։ 3 անգամ կրճատվել է նաև մերժման մասին տեղեկություն ստանալու ժամկետը։ Դա 10 օրվա ժամկետում էր նախկինում, հիմա 3 օրյա ժամկետում քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն։ Պատասխանատուները նախագահ Սարգսյանին ներկայացնում են տեխնիկական հագեցվածությունն ու աշխատանքային պայմանները։ Բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները պետության ղեկավարին պատմում են, թե ինչպես են քաղաքացիներին սպասարկելու ժամանակակից եղանակներով։ Նորագույն տեխնիկայով հագեցնել են համակարգը, նոր ծրագրերի ներդնումն է, ինչը նույնպես քաղաքացիների կյանքը էականորեն հեշտացնելու է։ Օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում գտնվելու վիզայի ժամկետը երկարացնելուն սպասում էին 1 օր։ Շրջայցի ընթացքում նախագահ Սարգսյանն առաջարկել է հնարավորության դեպքում փոխել կարգն ու վիզան երկարացնել հենց տեղում։ 21 օրյա ժամկետով քաղաքացին գալիս է Հայաստան եւ որոշում է, որ պետք է մնա ոչ թե 21 օր, այլ 25 օր։ Եվ բնական է արարություն է առաջանում, որպեսզի վիզայի ժամկետը երկարացնել։ Եվ ոչ թե պետք է գնա օդանավակայան, գտնի տեսուչին, որը վիզա է տրամադրել, որպեսզի երկարացվի, գալիս է անձնագրային վիզաների վարչություն, այս շենք։ Նախագահի առաջարկին հետևած հանձնարարականի մասին վիզաների բաժնում արդեն տեղյակ են։ Կապիտան Քրմոյանը նոր կարգով կաշխատի սեպտեմբերի 20-ից։ Եվ մենք պետք է աշխատենք վաղվանից հենց վիզայի երկարացումը անել հենց տեղում։ Տեղն այլևս Ամիրյան փողոցում չէ։ Նեղլիկ միջանցքներին ու փոքրիկ սենյակներին փոխարինել է ընդարձակ քառահարկը Դավթաշենում։ Գաղափարը պետության ղեկավարին դեռ 2 տարի առաջ էր ներկայացվել։ Շինարարությունն ավարտել են 1 տարում։ Արկադի Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։